Երկու հնգամյա ծրագիր է շահել Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։ Դրանք ընտրվել են հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2025 մրցույթի արդյունքներով։ Հետազոտություններն իրականացվելու են արտերկրի գիտնականների ղեկավարությամբ։ Երկու այսպես լայնածավալ հետազոտություններ են լինելու, որոնցից մեկը վերաբերում է փոշոտողների հետազոտություններին։ Գիտենք, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, նկատվում է փոշոտող միջատների անկում, ինչը իր հերթին բերում է այսպես ագրոգյուղատնտեսության անկմանը, որովհետև շատ ծառեր, շատ բույսեր, գիտեք, փոշոտողների միջոցով են բազմանում։ Մյուսը վերաբերում է ձկնաբուծությանը։ Մեր կենտրոնը այն եզակի կենտրոններից է Հայաստանի, որը ունի ձկնաբանություն ուղղությունը։ Հայաստանի բույսերի և դրանց փոշոտողների բազմազանությունը շատ քիչ է ուսումնասիրված, ասում է Ակադեմիայի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի ղեկավարը, կարևորելով մրցույթում հաղթած առաջին նախագիծը։ Նպատակ ենք տվել վերջապես իմանալ, թե ով է մեր բույսերը փոշոտում, որ բույսերը ով է փոշոտում։ Այդ նպատակը դնելով մենք որոշեցինք զբաղվել Հայաստանի փոշոտողների բազմազանությամբ և փոշոտվող բույսերի բազմազանությամբ և փոխկապակցված հարաբերությունների։ Մյուս նախագծի առանցքում Հայաստանում վայրի և աճեցվող ձկների հիվանդությունների ախտորոշումն ու կանխարգելումն է։ Խոսքը վիրուսային, բակտերիալ և մակաբուծային հիվանդությունների մասին է, որոնք ըստ փորձագետների բերում են ձկների զանգվածային անկման։ Բնական պայմաններում ձկներից վերցվելու են նմուշներ, նաև ձկնային տնտեսություններում, որտեղ արձանագրվում է հիվանդությունների բռնկում, վերցվելու են նմուշներ, տեղափոխվելու են լաբորատորիա ու լաբորատոր պայմաններում ուսումնասիրվելու է մակաբույծներ են, այսինքն հիվանդություններ առաջացնող էթոլոգիական ագենտներ են ուսումնասիրելու։ Այս երկուսից բացի հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2025 մրցույթում հաղթել է ևս 10 նախագիծ, որոնք ներկայացրել են Ակադեմիայի ինստիտուտները, այսինքն կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա։ Յուրաքանչյուրին կհատկացվի մինչև 130 միլիոն դրամ։ Գիտական կենտրոնում վստահ են, նման ծրագրերը նպաստում են միջազգային գործակցությանը, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավմանը և նոր գիտական ուղղությունների զարգացմանը։ Լուսինե Հակոբյան, Սեյրան Անտոնյան, լուրերի համար։